Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտի ջրբաժան նախագիծն է, որի ընթացքում մենք խոսում ենք մարդկանց եւ մասնավորապես հայաստանցիներին բաժանող ջրբաժանների մասին։ Եվ այժմ իմ զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանը, շնորհակալություն Թաթուլ։ Սիրով։ Իշխանության ջանքերով մեր հասարակությունը ունի բազմաթիվ բաժանարար գծեր եւ մեկը կապված է արտաքին կողմնորոշումների հետ։ Մեր քաղաքացիների մեծ մասը, եթե հավատանք հարցումներին, 55% մոտավորապես վատ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Եվ դա իշխանությունը օգտագործում է, ասելով, որ նրանք, ովքեր քննադատում են իշխանությանը, նրանք ռուսաստրուկ են, ռուսի ագենտ են եւ այլն եւ այլն։ Դա իսկապես գոյություն ունեցող բաժանարար գիծ է։ Ես կարծում եմ, որ ես չէ որ պետք է ասեմ իրականությունը, բայց մարդկանց բարձունակությունը, պրիմիտիվիզմը, ռուսի սապոկ, ռուսի ագենտ, կրեմլի ագենտ այդ արտահայտություններից են կողմ չի գնում, չկա փաստարկ։ Առայն թե լավ, բոլորը Հայաստանում ստացվում է ովքեր որ չեն ուզում թշնամանալ, այսպես ասեմ, ես գոնե չեմ ուզում թշնամանալ ռուսների հետ կամ ռուս ազգի կամ Ռուսաստանի հետ։ Իմաստ չեմ տեսնում, այսինքն ինչ հարց ենք լուծում։ Ես ուզում եմ տեսնել այն մարդկանց, գոնե իմ մասնագիտության տեր տնտեսագետների, որոնք ինձ շատ ընդհանուր գծերով պետք չի տնտեսագիտական բաների մեջ մտնել, մանրամասների կասեն, այ մենք սա կշահենք, սա կշահենք, սա կշահենք, եթե թշնամանանք Ռուսաստանի հետ։ Ես կրկնում եմ, Ռուսաստանի հետ թշնամանքի մասին է խոսքը, ոչ թե եղբայրություն, չգիտեմ, մեկը մյուսին չի խանգարում, բայց առնվազն գոնե գիծ կա, եթե ջրբաժան կա, միգուցե այդտեղ դնենք ջրբաժան, որ թշնամանալ պետք չի, գոնե, որովհետև մենք հիմա ինչ ենք տեսնում, ռուս-ուկրաինական պատերազմը, որի անուղղակի մասնակից երկրները, նրանք ովքեր զենք են մատակարարում Ուկրաինային կռվելու Ռուսաստանի դեմ, 55-ն են։ 55-ի առաջատար երկրները անգամ, Միացյալ Նահանգներ, Եվրամիության անդամ, Գերմանիա, մյուսները։ Իրենք առաջի դեմքով անմիջական թշնամանք չեն ուզում ունենալ Ռուսաստանի հետ։ Եվ եթե տնտեսագիտական, արդեն խնդիրներն անցնենք, backdoor ասածը, հետևի դռնից շատ մեծ մասշտաբի առևտուր են անում Ռուսաստանի հետ եւ համագործակցում են բազմաթիվ այլ հարցերում։ Ուզում եմ ասել, մենք ավելի հզոր ենք քան Միացյալ Նահանգները, քան Գերմանիան, Ֆրանսիան, որ պետք է այսպես ասենք։ Մենք ոչ միայն ձեր կարիքը չունենք, այլ նաեւ ուզում ենք, որ դուք ընդհանրապես չքվեք մեր աչքից եւ այլ։ Ինչ հարց ենք լուծում։ Դուք գիտնականներդ եւ տնտեսագետներդ սիրում եք խոսել փաստերով, պետք է խոսեք փաստերով, թվերով, բայց մարդիկ թվերին չեն հավատում։ Մարդիկ հավատում են իրենց էմոցիաներին։ Եթե դուք ասեք, որ գազը կարող է թանկանալ, ասենք 2 անգամ, կասեն, ահա, հիբրիդային պատերազմ։ Այսինքն թվերին մարդիկ չեն հավատում։ Ես նախ եւ առաջ հավատում եմ պարկեշտությանը, եւ մարդկանց էլ հորդորում եմ հիշել Վիկտոր Համբարձումյանի բառերը, ասում է գիտությունը առանց պարկեշտության եւ բարոյականության ոչինչ է։ Ոչ միայն գիտնական, առանց մարդ արարածը, առանց պարկեշտության ինչի է վերածվում։ Հիմա տեսեք, որոշ թվեր, որոնք ուղղակի չի կարելի շրջանցել։ Թվեր, որոնք այսօրվա մեր իրականությունն են ներկայացնում, որի դիմաց իշխանությունը չունի թվեր ներկայացնելու կոնկրետ օրերով կամ ամիսներով կամ տարիներով, ասի, այսա մեր ճանապարհային քարտեզն է, մենք այսքանն արել ենք, այդքանը անելու ենք, պատրաստում ենք անել, ունենք թիրախներ թվերով, տոկոսներով եւ այլ եւ այլ։ Տեսեք, 10 տարվա կտրվածքով շատ այսպես պարզ-պարզունակ թիվ եմ ասում, որ շատ հեշտ հիշվի։ 10 տարվա մեջ, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միություն, ինքը լրիվ կայացած չի, չեն կարող համեմատել Եվրամիության հետ, չնայած շատ հստակ ասում են, որ մենք ուզում ենք նմանվել Եվրամիության մոդելին։
Եվրասիական տնտեսական միությունը։ Էն էլ իր հերթին նմանվել է խորհրդային միության մոդելին, դա էլ ասեմ եւ կարող եմ հիմնավորել ամբողջությամբ։ Այս 10 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին առևտուրը աճել է 15 անգամ, ոչ թե 15%-ով, որ մենք շատ ուրախանում ենք, որ տեսնում ենք 15%, 20%, 15 անգամ, այսինքն 1500%-ով։ Հիմա համախառն ԵԱՏՄ-ի շնորհիվ ինչպես ԵԱՏՄ-ի շնորհիվ այո, ԵԱՏՄ-ի շնորհիվ շատ པարզ, որովհետև դրա առյուծի բաժինն է բաժին ընկնում Եվրասիական տնտեսական միության։ Ընդ որում, այն ինչ որ մենք արտահանում ենք ընդհանրապես, դրա պատրաստի արտադրանքը գերակշիռ մասը գնում է Եվրասիական տնտեսական միություն։ Եվ առավելապես Ռուսաստան բնականաբար։ Եվրամիության հետ ոչ ոք ես չեմ էլ հարգի այն մարդկանց, որ ասեն եկեք Եվրամիության հետ գործ ունենանք, միայն ոչ, չի կարելի այդպես։ Եվրամիության հետ մեր հարաբերությունները պետք է սերտացնել, պետք է այդ չափորոշիչները որդեգրել, կամաց մխրճվել այնտեղ ինչպես Թուրքիան եւ շատ այլ երկրներ, հատկապես Թուրքիան։ Բայց այսօրվա պատկերը հետեւյալն է։ Ոչ պատրաստի արտադրանք ենք ուղարկում, շատ չնչին է պատրաստի արտադրանքի տեսակը։ Մոլիբդենի խտանոց օրինակ։ Մեծ մասը, այո, մոլիբդենի։ Եվրոպա ենք ուղարկում։ Պղինձ եւ հումք։ Ընդ որում շատ վաղուց։ Շատ վաղուց։ Ոչ թե այս 8 տարվա Եվ այդ ընթացքում։ կախվածության մասին ոչ ոք չի խոսում։ Մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, կախվածությունը վերացնելու։ Մենք այդտեղից բավական լուրջ կախվածություն։ Եվրոպայից մենք շատ ավելի մեծ կախվածություն ունենք, որը հարվածեց մեր տնտեսությանը 2000-ականների սկզբին։ Ոսկերչական իրեր, ադամանտ եւ այլ եւ այլ։ Դա գնում էր Բելգիա, Անտվերպեն, ավելի կոնկրետ եթե ասենք, եւ դա 50, 55, 60 եղեն տարիներ ավելի շատ տոկոսային հարաբերությամբ մեր ամբողջ արտահանման։ Ոմանք հրճվում են, դա ինձ բոլորին չէր ուրախացնում, որովհետեւ կախվածություն կար։ Եվ ինչ տեղի ունեցավ, երբ որ քվոտան հանեց Ռուսաստանը, ադամանդը որոշակի ցածր գնով տալով, շուկայական գինը հասրեց։ Փլուզվեց ամբողջ այդ համակարգը։ Հիմա իհարկե մենք դարձյալ ադամանտ արտահանում ենք, վերարտահանում ենք եւ այլ ոսկերչական, բայց դա միանիշ թվեր են։ Երբեք նույնիսկ երկնիշ թվի չի հասել այս տարիների ընթացքում այդ փլուզումից։ Նման հարցերին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Ես ասացի 15 անգամ ավելած։ Այսօր ինչա տեղի ունենում։ Այսօր մեր արտահանումը, օրինակ, գյուղացին, երբ որ բողոքում է եւ իսկապես իրավունք ունի, որովհետեւ խաղի կանոնները խախտվել են եւ մարդուն ժամանակ չեն տվել, որ ինքը նախապատրաստվի դրան։ Մեր գյուղատնտեսական մթերքների արտահանման առյուծի բաժինը ընկնում Ռուսաստանի Դաշնությանը 700 միլիոնից ավելի։ Հիմա ես ուզում եմ 700 միլիոն դոլար։ 700 միլիոն դոլար։ Ես ուզում եմ ձեզ հետ հիմա մի հատ փոքր թվաբանական դպրոցական խնդիր փորձենք կամ առաջարկենք մեզ ակնտրողներին։ 700 միլիոն դոլարը այն վնասն է, որ այսօր գյուղացին կամաց զգում է այդ մաշկի վրա։ Տեսնում, որ չի մտնում այդ շուկա, որովհետև ինչ պատճառաբանություններ են, բնականաբար անունը չեն դնում պատժամիջոցներ, եւ մի քիչ ծիծաղելի է անդադ ֆիտոսանիտարական ասելով հասկանանք, վայ, այսօր մի ապրանք չէր, մի քանի ապրանք, հասկանալի է, որ պատճառները քաղաքական են Ռուսաստանի այդ քայլերի։ Հաստատ, քաղաքատնտեսական։ Մենք ոչ քաղաքականության մեջ, ոչ արտաքին տնտեսական կապերում կամ տնտեսական դիվանագիտության մեջ պարկեշտությունը, ձեր ասած, մոռանում ենք։ Լուրջ դեֆիցիտ ունենք պարկեշտության։ Եթե մարդկանց հետ չենք ուզում հարաբերվել, շատ հստակ պետք է ասել, որ մենք ձեր կարիքը չունենք, բայց ոչ թե երկակի խաղեր անենք։ Գնանք իբրև պետություն, մեր պետության ղեկավարը գնում եւ այսպես հավատարմության երթում է տալիս, որ ասեք, բա ոնց անենք եւ այլ։ Նույնը իհարկե եւ եվրոպացիներին եւ Միացյալ Նահանգներին տարբեր տեղերում։ Չի կարելի բոլորի հետ լավ լինել։ Իհարկե կարելի է։ Առանցքը իմ համեստ կարծիքով նա է, որ մենք պետք է իմանանք իսկ մենք ինչ ենք ուզում բոլորի հետ լավ լինելով։ Եվ ես չասեցի լավ լինել, ասում եմ հավատարմության երթում է տալ, մի քիչ իհարկե չափազանցնում եմ, գույները խտացնում եմ, բայց կա ժեստերի լեզուն։
վարվելակերպի մարդը չունի այն առանցքը իր ներսում, որ իմանա ինչի համար է բանակցում, ինչի համար է խոսում մարդկանց հետ, ինչ է պայմանավորում, որ ուր տանի այդ ամեն ինչը։ Այլ կերպ ասած, մենք առիթներ ունեցել ենք տարբեր զրուցելու տեսլականի մասին, չունենք տեսլականը։ Ես ուզում եմ այնուամենայնիվ գազի մասին հարցնել, ենթադրենք գազի գինը թանկանում է։ Կարող է պատահել, որ Ադրբեջանը այդ թանկացումը փոխհատուցի, կամ կարող է պատահել, որ այդ գազը թանկանա, ռուսական գազը, բայց Եվրամիությունը մեզ փողը տա եւ պետությունը դա սուբսիդավորի, այսինքն մեր վրա էլի էժան նստի։ Միանգամից մի քանի հարց կար այդ կարևոր հարցի մեջ գազին առնչվող։ Նախ Եվրամիությունը, եթե նման քայլի գնա, ինքը պետք է Եվրամիության Բրյուսելը պատկերավոր ասած, պետք է հոգ տանի արդեն անդամ Եվրամիության անդամ երկրների, ովքեր դիմագրավում են դա։ Ինչը մենք շատ լավ տեսնենք, որ չի կարողանում մեկ։ Երկրորդը Եվրամիության անդամ Բուլղարիան, Ռումինիան, տարբեր այլ երկրներ այսօր դրա կարիքը ունեն սուբսիդավորման, որը չի հասնում։ Վասն ինչի Հայաստանը պետք է դա հավակնի ստանալ եւ դրա դիմաց ինչ պիտի տալ Եվրամիությանը։ Միշտ պետք է սա մենք պատկերացնենք։ Չունի այս բանին հստակ։ Մենք տալիս ենք վատ բարեր Ռուսաստանի հասցեին, հերիք չի։ Ավարտվելու է երբևէ այս էտապը, այս էպոխան, տկարամիտների ես թող ներվի ինձ ասել, Եվրոպայում էլ փայլուն ղեկավարներ չեն։ Ես նայում եմ ոչ Գերմանիայում, ոչ Ֆրանսիայում, ոչ ես ժողովուրդների նկատի չունեմ, ղեկավարները ում ձեռքը իրենք կրակն են ընկել։ Մենք այս օրերին ունենք Գերմանիայից հյուրեր, Ֆրանսիայից հյուրեր, տարբեր տեղերից հոգնել են մարդիկ նման ոչ adekvat ղեկավարներ ունենալու եւ չեն ուզում վճարել իրենց ղեկավարների անհեթեթությունների համար եւ այն քայլերի համար, որոնք ուղղակի չափից շատ քաղաքականացված են։ Եվ Եվրամիության անդամ նույն Լեհաստանի եւ Ուկրաինայի միջև արդեն սրված հարաբերությունները վկայում են, որ սա եզակի երևույթ չի։ Նույնը վկայում է նաեւ այլ երկրների հետ հասունացող կոնֆլիկտները։ Ի վերջո միակողմանի փողոց չէ այս հարաբերությունները եւ միակողմանի օգնություն տալը արդյունքում պետք է հասկանանք այդքան թանկ արժի Ռուսաստանին հանելը խաղից, որը չի ստացվում, կարծես թե գոնե մի հաջողության պատմություն լիներ, ասենք լավ, այ այսպես եկեք փոխենք եւ չկա սցենար ոչ մի երկրի մոտ չկա, ոչ Միացյալ Նահանգներն ունի այդ սցենարը, ոչ Եվրոպան ունի, թե մինչեւ ուր են կռվելու, որ ինչի շուրջ բանակցեն, վերջ առաջ պիտի գա խաղաղության օրը եւ այս պարագայում կարծում եմ որևէ կողմին այսպես շատ չափից շատ աջակցելը ճիշտ չի, որտեղ եղբայրացման պատերազմ է սա իրականում եւ խաղաղվելուց հետո հայտնի չի թե ինչ ընթացք ստանա այն երկրների հետ հարաբերությունները, որոնք աջակցել են միայն մի կողմին։ Եվրոպան չի սուբսիդավորի։ Ադրբեջանը մեծ գազ կտա։ Ես մեր տեղացի տկարամիտներին ուզում եմ ասեմ, այդ երբանից յաթաղանի երկիր, իսկ ինձ համար Թուրքիան ու Ադրբեջանը նույն երկիրն են։ Յաթաղանի երկիր էմոցիոնալ բնորոշում չի։ Չէ։ Փաստ է։ Իմ եւ ձեր նախնիները չեն զոհվել։ Հա։ Այդ սուտ ամբողջ պատմությունները հորինված կա։ Չասենք, որ յաթաղանի երկիր է։ Բայրակտարներից են կրակել 15 թվականին 1910։ Այսինքն մի կախվածությունը, հորինված կախվածությունը Կրեմլի սապոկներն ու ագենտները հանկարծ փոխարինվում են յաթաղանից կախվածության, հա, որ ընդհանրապես տեղ չունենան գնալու, հա։ Իսկ ինչու ոչ Իրանը։ Իսկ ինչու ոչ Իրանը։ Իրանը չունի այդ ռեսուրսները։ Իրանը չի առաջարկում այդ ռեսուրսները։ Իսկ ինչու այսպես միանգամից ես կողմ եմ խաղաղությանը, քանի որ պատերազմով եմ անցել։ Պատերազմով անցած ցանկացած մարդ չի կարող նորից պատերազմ ուզել։ Եվ ինչու մենք այդ պատերազմից դասեր չենք քաղում։ Խաղաղություն, այո,
Համագործակցություն, այո, բայց աստիճանաբար, չափի մեջ։ Ինչու դա չի անում Իսրայելը։ Ինչու դա չի անում։ Ինչի ավելի շուտ զենքերը վայր չի դնում եւ ասում որ բոլորս եղբայրներ ենք, եկեք ուրեմն այդ նույն մեթոդներով շարժվենք առաջ, որտեղ ինքնության հարց կա։ Ինքնության, այսինքն գոյատևման հարց կա։ Այդ ինքնությունը մեր իմունիտետն է։ Դրանից հետո հաշված օրերով կամ տարիներով կամ ամիսներով մեր գոյություն պայմանավորված կլինի։ Հերքեք ինձ ուղղեք, եթե ես սխալ եմ ասում։ Եվ հավասարակշռված պիտի լինի քաղաքականից։ Չի կարող մի օր ներկայիս իշխանությունների փաստ եմ արձանագրում։ Մի տարի էմբարգո են դնում թուրքական ապրանքների վրա, մյուս տարի հանում են։ Դրանից առաջ էլի հանված էր։ Եվ այլ, այսինքն մենք պիտի ունենանք գոնե որոշակի օրակարգ։ Ադրբեջանական գազի վրա հույս դնել պետք չի։ Դե եթե գազի վրա հույս դնողներ կան, թող դնեն։ Ես չեմ կարող հույս դնել։ Ես չեմ կարող նման հաշվարկներով ինձ համարել տնտեսագետ, հայ տնտեսագետ։ Իսկ ատոմային էներգիան, ասում են ատոմակայանը փակենք, մոդուլային։ Միացյալ Նահանգները մեզ համար մոդուլային բան կսարքեն, չնայած նրանք ոչ միտեղ դեռ չեն շահագործել նման բան։ Դուք մի մարդ եք, որը Միացյալ Նահանգները շատ լավ գիտի։ Հրաշալի գիտեմ եւ իմ գոլեգաների հետ, պրոֆեսորների հետ եւ Ստենֆորդից եւ տարբեր այլ համալսարաններից փորձել ենք հասկանալ դրա էֆեկտիվությունը։ Արդեն դուք կանխեցիք պատասխանը։ Իրենք չգիտեն դա ինչը ինչով են փոխարինում մենք, դրա արդյունավետությունը ինչպես կարող ենք չափել եւ կանխատեսելի են արդյոք զարգացումները, եթե մենք ունենք մեր հույսը դրա վրա։ Չեմ բացառում, բայց մենք պետք է գոնե հասկանանք, թե որտեղ են այդ հաջողության պատմությունները, success story-ները, կամ որը գոնե մի երկրում, մի նահանգում, մի վայրում երկարատև հաջող եւ այլ։ Ասենք մենք եկեք գոնե երկրորդը լինենք։ Չի կարելի ամենտեղ մենք մեզ դրա համար հայերիս ասում են, որ ամենտեղ ձեզ առաջ է գցում։ Գոնե այստեղ քիչ սուստ լինենք։ Մենք 17 թվականին էլի ատոմային էներգիայի հետ է կապված։ 17 թվականին ԵՄ-ը ստորագրել ենք համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնեն ՍԵՊԱ-ն, որը ստորագրել է նրանց կողմից ստորագրել է Եվրամիությունը եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքը։ 21 թվականից այդ համաձայնագիրը գործում է, որտեղ Եվրամիության բոլոր երկրները դա վավերացրել են։ Մենք օգտվում ենք այդ հնարավորություններից, թե չէ։ Սիրելի Արամ, իմ մոտ այն տպավորությունն է, թող հերքեն իշխանավորները, ես հիմա այ մարտահրավեր եմ նետում։ Եթե իրանք գիտեն, կարդացել են ՍԵՊԱ-ն, օրինակ էկոնոմիկայի նախարար, ֆինանսների նախարար, արտգործնախարար, այս մարդիկ պիտի այսպես այբուբենի պես իմանան։ Օրինակ եմ ձեզ բերում, էլի շատ պարզունակ, կենցաղային օրինակ, կոնյակի ռիբրենդինգի խնդիրը։ Դարձյալ այս 25 տարիների ժամկետն է տրված, ատոմակայանին հիմա կվերադառնա։ Հիմա 2026 թվականն է, 17 թվականի նոյեմբերին ենք ստորագրել ՍԵՊԱ-ն։ Հիմա քանի տարի անցել, 9 տարի։ Դուք որևէ բան փորձառու լրագրող Հայաստանում երևի այդ աստիճան փորձառու ես գոնե հիմա չեմ հիշում։ Կարող եք ասել մի բառ, մի քայլ, որ արվել է հայկական կոնյակի ռիբրենդինգը արվելու։ Գոնե պիտի լուսաբանվի, չէ՞, որովհետև սպառողը պիտի ինֆորմացիա չեմ ստացել։ Շնորհակալություն։ Այսինքն, եթե դուք չեք ստացել, ուրեմն ես այլ աղբյուրներ էլ լրատվության կան, որոնց չեմ ստացել։ Կանք ատոմակայանին։ Ատոմակայանի դեմոնտաժի պահանջ է տրված ՍԵՊԱ-ով։ Ինչ քայլ արվել։ Ներկայիս իշխանությունների օրոք։ Հիմա տեսեք, իրարամերժությունն եմ ուզում ներկայացնել ձեզ։ Մի կողմից ստորագրում են ՍԵՊԱ-ն եւ պարտավորվում են այդ հավատարմության երթումների ապացույցն է։ Մինչև 25 թվական այդ հարցերը 25 տարում դեմոնտաժ անել։ Մյուս կողմից վազում են ռուսների գիրկը, ներկայիս իշխանությունների մասին է խոսքը։ Մինչև 36 թվական երկարաձգում են Ռոսատոմի հետ։ Հոսխալ բան չասեցի։ Չէ։
Հասկացա՞ք։ Հիմա թող մեկ ինձ բացատրի դրա տրամաբանությունը եւ պարկեշտությունը։ Ես հասկանամ, ինձ թվում է երբեմն որ իմ գիտելիքները չեն բավարարում հասկանալու ներկայիս իշխանությունների քայլերը։ Հայաստանում արտադրվող ապրանքներին դուք կարող եք ասել արտահանումը, որը կարելի է դիվերսիֆիկացնել, որը կարելի է 3 տարուց հետո եւ որը ընդհանրապես, այսինքն կոպիտ ասած սոխը կարելի է, պոմիդորը չի կարելի։ Տեսեք, մենք դիվերսիֆիկացիայի խնդիրը չպետք է արհեստացին այսպես դիտարկենք, ասենք, այ մենք պետք է իհարկե պետք է բազմազանեցնենք։ Նախ ուզում եմ, որ այս իշխանությունը սովորի հայերեն խոսել։ Մենք ունենք դրա համարժեք բառը բազմազանեցում կամ պարադիգմի փոփոխություն։ Իրենք հայերեն կարող են մի բառ դնել, որ եւ ինչ պարադիգմից որ պարադիգմ են փոփոխություն անում, պատասխան չեմ ստացել, արդեն 7-րդ ամիսն է։ Հունվարի 8-ին այդպիսի հաստատուղթ են ընդունել։ Բայց կանք ձեր հարցին։ Բազմազանեցում կարելի է եւ պետք է։ Ինչու՞, որովհետեւ հատկապես պարենային անվտանգության խնդիրը լուծելու համար մենք ամենահարազատ երկիր, բարեկամ երկիր ում էլ դիտարկենք, մի օր այդ մարդկանց գործերը, այդ պետության գործերը կարող է վատ գնան։ Ի վերջո մի օր կարող է երաշտ լինի։ Եվ կամ հրդեհներ, ինչպես Ուկրաինայում, Ռուսաստանում, որոնք հետո չկարողացան մեզ մատակարարել։ Այս իմաստով մենք իրավունք չունենք այսպես վերջի պահին հույսներս դնենք մեր իմպրովիզացիայի վրա։ Այո, բայց ով է մեզ խանգարում այդ պրիմիտիվ ընտրությունը մի կողմ դնել կամ դրան ի լրումն, ի հավելումն Եվրամիություն կամ Եվրասիական տնտեսական միություն, մի հատ շուրջներս նայենք։ Իսկ Վրաստանի հետ մենք համագործակցում ենք։ Ճիշտ է խոսեմ։ Մեր նախարարները ճանաչում են իրենց գոլեգաներին Վրաստանում։ Ես ասում եմ բաներ, որոնց պատասխանը գիտեմ, դրա համար եմ ասում։ Այսինքն կենացներով չի էս եղբայրությունը։ Իրանի գործընկերներին ճանաչում են, Իրանը մենք ճանաչում ենք ընդհանրապես, ասում ենք փակ տնտեսություն ունեցող երկիր, ասում ենք շիա, սունի, ատոմային ծրագիր, ուրիշ որևէ բան չգիտենք, իրանագետները, թող ներվի ինձ ասել, տնտեսության մասին հայկական Հայաստանի Հանրությանը որևէ բան չեն ասում։ Մինչդեռ Իրանի տնտեսության մեջ արկա է եվրոպական կապիտալ, Եվրամիության կապիտալ։ Այսպես։ Այո, տասնամյակներ կրթական համակարգը, գիտության համակարգը Իրանի առանց եվրոպացիների չի մեղմ ասած։ Համատեղ համալսարաններ կան։ Քեմբրիջը ունի ցանց անգլերենի ուսուցման։ Ներկայիս Իրանում։ Ներկայիս Իրանի մասին եմ խոսում։ Սիրելի Արամ, ես բաներ եմ ասում, որի համար պատասխանատու եմ։ Փակ տնտեսություն ունեցող Իրանը ունի ազատ տնտեսական գոտիներ, որ նույնիսկ ոչ բոլոր շուկայական տնտեսություն ունեցող առաջատար երկրները կարող են իրենց թույլ տալ։ Ես փաստեր եմ ասում, ով պիտի սա մատուցի հանրությանը։ Ես իմ չափով փորձում եմ անել, բայց արևելագետներ, իրանագետներ, արթնացեք։ Իշխանություն պահանջարկված դարձրու դա, չէ՞։ Հարևան համարյա 100 միլիոնի է հասնում բնակչությունը։ Այս փիղը մենք երբ ենք տեսնելու, երբ ենք նկատելու, որ կա Իրան մեր կողքը։ Երբ են այդ հարաբերությունները դառնալու հայ-իրանական, ոչ թե իրանահայկական։ Չկա մի ծրագիր, որի հեղինակը լինի Հայաստանի Հանրապետությունը, գիտեք։ Չկա այդպիսի ծրագիր, որտեղ մենք միշտ նայում ենք դեպի արևմուտքը, ինչ կաս, արևմուտքը Միացյալ Նահանգներից սկսած շատ ըմբռնումով է մոտենում մեր հարաբերություններին Իրանի հետ։ Ասում եմ դուք միայն զենքի գծով մի համագործակցեք։ Ուրանի եւ այլնի հարստացման հարցով մենք ձեզ շատ է լավ գիտենք, տեսնում ենք, մշտադիտարկումն էլ անում ենք։ Գնացեք ամոթ է համագործակցել, դիվերսիֆիկացումը սկսել դրանից։ Ո՞վ է խանգարում, Պուտինն է խանգարում, չգիտեմ, ո՞վ է խանգարում։ Արեք դա։ Իսկ այդ խողովակաշարը ինչի չեք ուզում, թեկուզ փոքր տրամաչափով։ Ինչի չեք ուզում օգտագործել։ Ինչի անպայման յաթաղանի երկրներին եք դիմում։ Այդ երբեք իրենցից հավաստիացում ստացել։
Արաբական մյուս երկրները Օմանում բանակցություններ են վարում, մոռանալով, որ Իրաքի հետ Հայաստանի Հանրապետությունը սրանից 11 տարի առաջ կապ չունի, որ կառավարությունը, սա պետական փաստաթղթ է, պայմանագիր ստորագրել, որ ինչ գյուղմթերք տան Հայաստանից, ֆանտաստիկ բովանդակություն է, այդքան կընդունեն, դուք հասկանում եք, այսինքն գյուղատնտեսության մեջ մենք ըստ էության կարող ենք բացառել սոցիալական խնդիր կամ գործազրկություն կամ ինչ կուզեք ասել։ Եթե ես եւ դուք գյուղացի լինենք, դրանից ավել ինչ ենք ուզում, չէ՞։ Ինչ եք զրկում գյուղացուն այդ հնարավորությունից։ Ոնց ենք Իրաք հասցնելու։ Կամ ոնց է Իրաքը հասցնելու մեզ։ Ընդհանրապես լոգիստիկ հարցը պետք է ճշտել։ Իսկ մենք մի խմբականակ գոնե փորձել ենք անելու, ասենք, վայ ձախողվեց, չի ստացվում։ Չենք անում, ընդհանրապես չենք անում։ Դիվերսիֆիկացիայի մասին ենք խոսում։ Ամոթ է, ամոթ է։ Եվ ինչքան որ խոսում ենք, նայեք, այս վերջի 3-4 տարիների եզրույթ է դարձել, չէ՞։ Բազմազանեցումը։ Հիմա նայեք վիճակագրության պետական կոմիտեի տվյալները, այդ ընթացքում կախվածություն ինչքան է շատացել Ռուսաստանից։ Էսա ձեր դիվերսիֆիկացիան։ Այսպես եք դուք աշխատում։ Ամոթ է։ Դառնալով այնուամենայնիվ Եվրամիությանը, որքան գիտեմ շատ խիստ պահանջներ է դնում իր երկիր ներկրվող թե գյուղատնտեսական, թե այլ ապրանքների վերաբերյալ։ Կարող եք թվարկել այդ պահանջները եւ որքանով ենք մենք դրանց համապատասխանում։ Ես իհարկե կարող եմ թվարկել եւ հողումը կանեմ անպայման ՍԵՊԱ համաձայնագրի եւ դրա հավելվածներին։ Բայց ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը այսօր բազմաթիվ ապրանքներ մուտքը արգելում է, դա կոչվում է ֆիտոսանիտարական պայմաններ։ Երբ Հայաստանի Հանրապետությունը անդամակցում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը 2003 թվականին, ամենազգայուն հարցը, որ մինչև այսօր կա եւ ընդհանրապես երկրների միջև էլ ցանկացած պահի դա լծակ է, որպեսզի իրականում ասեն ոչ կամ այո, ֆիտոսանիտարական պայմաններն են։ Նույնը կարող է անի Եվրամիությունը։ Մենք կարողացել ենք Եվրամիություն առաքել, արտահանել նաև պատրաստի արտադրանք, այդ թվում ձկնամթերք, այդ թվում նաև մեղր եւ այլն, փոքր քանակներով իհարկե։ Բայց սա չի նշանակում, որ մենք բավարարել ենք Եվրամիության պահանջները ամբողջովին, որովհետեւ անգամ գինու առաքումները արտահանումը եվրոպական որևէ երկիր, եթե մենք արտահանում ենք հաջորդ խմբականակի մեջ որակի տարբերություն ենք տալիս։ Այսինքն մենք դեռ չենք հասունացել վերահսկողական գործառույթի առումով ապահովելու այն որակը, այն չափորոշիչները, որոնք կարողացել ենք անել առաջի կամ երկրորդ խմբականակը առաքելիս։ Այսպիսի նրբություններ էլ կա, որ պետք է մենք հաշվի առնենք։ Որքանով է աջակցում Հայաստանի պետությունը արտահանմանը։ Մենք այդպիսի բազմաթիվ կառույցներ ստեղծեցինք։ Ձեր խոնարհծառան 1998 թվականին կոչվում էր EDIPA, հետո մենք դա դարձրեցինք Զարգացման հայկական գործակալություն, ADA, Armenian Development Agency, որի հիմնական գաղափարը հենց դա էր արտահանողներին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին օգնելու։ Հիմա ըստ էության այդ լոզունգները կան, այսպես այնպես ծրագրեր են իբր թե արել Հայաստանի Հանրապետությունը դրսում ներկայացնելու մենք լուրջ կառուցակարգեր չունենք։ Տեսեք, Թուրքիան անմիջապես արձագանքեց, երբ որ հայկական ապրանքների առաջի դեպքերը եղավ, որ արգելափակվեցին, Եվրամիությունը արձագանքեց եւ Թուրքիան։ Բրյուսելից ասացին, որ մենք ձեզ փոխհատուցում կտանք եւ կարող եք ձեր որոշ ապրանքներ, եթե այդ չափորոշիչներին համապատասխան են բերել։ Թուրքիան ասաց, մենք բացում ենք մեր շուկան ձեր առջև։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ դուք գնում եք, հանձնվում եք այդ խմբականակը տարակ, բայց ոչ ոք ձեզ չի երաշխավորում, որ հաջորդը կարող եք տանել եւ որ այդպիսի խնդիրներ չեն լինելու։ Այսինքն օգտվում է առիթից Թուրքիան եւ ասում է «Էստի համեցեք, եկեք ես ձեզ կշոյեմ մի քանի անգամ, որից հետո հայտնի չի թե ինչա լինելու»։ Այս հարաբերություններում պետք է շատ զգուշ լինել։ Մեզ համար ավելի լավ է դժվար չափորոշիչներին գնալ հասնել Եվրամիության։ Այս թթվածինը օգտագործելով, որ մենք կարողանում ենք ստանալ Եվրասիական տնտեսական միությունից,
բայց դա ոչ թե մեկը մյուսի հաշվին, այլ մեկը մյուսին ի լրումը։ Ենթադրենք Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ Մարտա Կոսը ասում են եվրոպական կառույցներին, եվրոպական ղեկավարներին, գիտեք, հայերը մեր աղբերներն են։ Եկեք այդ չափանիշները մի քիչ նրանց նկատմամբ այդպես աչքերը փակենք։ Կլսեն այդ կառույցները, թե չեն լսի։ Իհարկե ոչ։ Մի մոռացեք, որ Ուկրաինայի հետ կապված եւ գերմանացի ֆերմերները եւ ֆրանսիացի ֆերմերները եւ մյուսները ինչ բունտ արեցին եւ տարվա տարբեր եղանակներին են արել դա։ Այսինքն ձմեռվա կեսին անգամ իրենց դա խոչընդոտ չէ։ Հարկատուները շատ ավելի իրենց իրավունքները գիտակցում են եւ իրացնում են, քան մենք հայերս կարող ենք դա նույնիսկ պատկերացնել։ Մեր հարկատուն իրեն չի կարող զգալ նույն կարգավիճակում, որ կարող է չինովնիկի հետ կարող է նույն գոնե մակարդակի վրա հարաբերվել, նա անպայման պիտի փորձի ինչ-որ ծանոթ գտնել կամ վերջը Կաշառք տա։ կաշառք կամ կառավարության դիմաց ցույց անել, ուրիշ տարբերակներ չկան։ Իսկ այնտեղ ոտքի են կանգնում եւ ասում են մեր հաշվին մի արեք։ Մենք ենք հարկերը մուծում, այդ բյուջեն, որտեղից դուք փող եք տալիս Ուկրաինային կամ հիմա հայերին, մեր աղբերներ, չեն թույլ տալու դա։ Չեն թույլ տալու, որովհետեւ մենք մրցակիցներ ունենք։ Կոնյակը եթե ռիբրենդինգ արվեց, ասացին բրենդի։ Ձեզ թվում է այստեղ կոնյակի գործարանը, որ կա, Pernod Ricard-ը, ֆրանսիական, թույլ է տալու, որ անարգել հայկական խմիչքը մտնի այնտեղ եւ մրցակցի, ոչ։ Լավագույն դեպքում հայ համայնքին թույլ կտան օգտվել հայկական բրենդից, ոչ ավելին։ Սրանից ավել մի սպասեք։ Ես ձեզ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ընդհանրապես դուք կիմանաք Բրյուսելի բյուրոկրատիայի եւ ազգային պետությունների փոխհարաբերությունները հենց տնտեսական, տնտեսագիտական առումով ինչպես են կառուցվում։ Կա ընդհանուր քաղաքականություն կամ ռազմավարություն եւ կա այսօրվա ռեալ պոլիտիկա, որ իրենք բավական ազնվորեն խոստովանում են եւ գրեթե ամեն տարի գոնե 1 կամ 2 անգամ պատիվ եմ ունենում Բրյուսելում հարաբերվել բավական պատասխանատու պաշտոնյաների հետ եւ նրանց առաջի կարևորագույն մեսեջը եթե 1-2 անգամ հասցնեք սուրճ խմել նույնը ձեզ են ասելու որ մեր նպատակը չի որ դուք գաք եւ Եվրամիության անդամակցեք, որտեղ իրենք բացահայտ ասում են, մենք դեռ խնդիրներ մեր ներսում ունենք, մենք չենք ավարտել այդ խնդիրները, Սերբիայի անդամակցության մյուսների բայց մեր հիմնական նպատակը որ ձեզ հեռու պահենք ռուսներից եւ ռուսներին հանենք դուրս ձեր երկրից էլ տարածաշրջան։ Շատ պարզ են խոսում, շատ հստակ են խոսում, շատ անկեղծ են խոսում։ Եվ ինչա ձեզ պետքա մի հատ ինչ-որ ծրագիր իրականացնել։ Պետք է այսինչ բան անենք, թուրքական փողեր են պատտվում Եվրոպայով, ես նոր գյուտ չարեցի, շատ լավ գիտեք, եւ այսինչ գրանտակերները կամ այնինչ կա, երբ որ եվրոպական դրամաշնոր են ստանում, դա մեղմ ասած միշտ չէ, որ եվրոպական դրամաշնոր են։ Դրանք թուրքական գումարներն են Եվրոպայում գրանցված հասարակական կազմակերպությունների կամ հիմնադրամների անվան տակ, որ գալիս են այստեղ միայն այդ նպատակներով։ Դա ուրեմն թող տան միլիարդներ, որ մենք Ռուսաստանից կտրվենք։ Դա հազար ներողություն եմ խնդրում, որովհետև ես այդ բառը չեմ սիրում, բայց դա շատ սազում է այն արտահայտությանը, որ անում են մեր հանդեպ։ Թուլափայ են ուզում տալ։ Թուլափայ։ Այլ կերպ ինչպես կգնահատեք ֆոն դեր Լայենի արտահայտությունը 50 միլիոնը, ես ասացի 700 միլիոն առնվազն գյուղմթեր կա գնում միայն Ռուսաստան, ռուսական շուկա։ Հիմա երբ որ դրա դիմաց ասում են մենք 50 միլիոն դժվարությամբ, բայց ես փոխհատուցենք, հետո գալիս չի էլ տա։ Հիշում եք կար Անդրեա Վիկտորինը, որ ուղղակի նյարդայնանում էր, երբ իրեն հիշեցնում են այդ խոստումը 2 Սավել միլիարդ եվրո։ Եվրահանձնաժողովի դեսպաններ։ Այո, բայց էլի միլիարդների մասին էր։ Միլիարդներ էր։ Դրանից մի ցենտ մտավ եվրոցենտ, ոչ, չի մտել։ Այստեղ եկավ Հայաստան ասելով, որ կարող եք մեզ վրա հույս դնել, ասեց նայեք այդ բաները։ 2 միլիոնից ավել ընդամենը գումար կարող ենք հիմա հատկացնել։ Այսինքն մարդ եթե ինքնասիրություն ունի,
ես Հայաստանի քաղաքացուն չեմ ասում։ Հայաստանի քաղաքացուն ներկայացնող պետական այրերին եմ ասում։ Իրեն նույն ձևով չպետք է դիմավորեն, ինչպես Կրեմլի ագենտներին եւ այլն։ Վերջին հարցը Մոռանալով, որ կա արարողակարգ, ինչքան էլ չսիրեն Ռուսաստանին։ Միջազգային արարողակարգ կա, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրին ինչպես ընդունել։ Վերջին հարցը մեր իշխանությունը ոչ այս, ոչ էլ նախորդ առանձնապես չէր ուզում ձեզ հետ շփվել։ Գիտնականների նկատի ունեմ, մասնագետների հետ չէր շփվում։ Ի տարբերություն ամերիկյան իդեպ իշխանությանը, որ ասենք Ռոնալդ Ռեյգանը ինչ որ մի հանճար չէր, բայց անընդհատ շփվում էր, չէ, մասնագետների հետ։ Երբ կգա այդ ճիշտ հարաբերվելու ժամանակը։ Ես ոչ թե ցավ ապրեցի, այլ մի լավ օրինակ հիշեցի ամերիկյան կյանքից։ Ռեդլանդի համալսարանում, Կալիֆոռնիայի, հարավային Կալիֆոռնիայի համալսարանում այցելեր էր Բիլ Քլինտոնի խորհրդականը, Ջորջ Ստեֆանոպուլոսը։ Հավաքել էր պրոֆեսորներին, հիմնականում տնտեսագիտության եւ կառավարման ոլորտի եւ իրենց համար կարծեմ իմպերիզլա, չէ, այդպես էին ասում այն ժամանակ, այսինքն հայերեն թարգմանաբար կայսրության Չարիքի կայսրությունից եկած մեկն է, որ երևի մի 2 տարի մրցույթով պրոֆեսոր սովետներ դեռ խորհրդային երկիր էր նայվում նույնիսկ։ Ուրեմն այդ նորելուկ իմ կարգավիճակով Ամերիկայում ես հիշում եմ, որ մի ընդհանրապես արտահայտություն է արել հարկային համակարգի բարելավման, շատ երկչոտ, որովհետև մի քիչ մարդ հանդուգն լինի, որ այդ կայացած համակարգի համար մի բան էլ առաջարկի։ Եվ դա ասաց, որ գրավոր գրեմ, ուղարկեցի եւ ընդունվեց։ Ես ուղղակի կերազեմ, ոչ թե ինձ համար, ընդհանրապես, որ պահանջարկված լինի գիտական միտքը, իմ ասպիրանտները, իմ գործընկերները, միջին սերունդը եւ որևէ կերպ պահանջարկված լինի գիտական միտքը։ Ավելի ինստիտուցիոնալ եմ ուզում դարձնել հարցի պատասխանը։ Արդեն 5-6 տարի է, որ Հայաստանում մայրբուհը տնտեսագիտության ֆակուլտետում ասպիրանտուրայի տեղեր է ստանում անվճար, որի համար մարդիկ լուրջ մրցույթներով հազիվ էին անցնում, անվճար եւ չի օգտագործում, հասկանում եք։ Չի հետաքրում երիտասարդներին։ Չի արդեն պահանջարկ, այսինքն չի հետաքրքրում։ Այդ մնաց անցյալում։ Հիմա ինչպես պետքա դա պահանջարկված լինի, եթե դա չեղավ, մեռնում է գիտությունը։ Գիտությանը հատկացվող գումարները արդեն 7 անգամ ավելի պակաս են, քան ոստիկանության հատկացվող գումարները։ Սա լուրջ մեսեջ է հանրությանը, ով է պետք այսօրվա իշխանություններին։ Եվ անուս ոստիկանը, որը չգիտի շատ տարական բաներ եւ գրագիտության ցենզել չի դրված, սա պատասխանն է ձեր հարցին։ Ես երբեք չեմ կարող հավակնել մանավանդ նոր օրենքով արդեն տեխնացուն, դոկտորը, պրոֆեսորը, դոցենտը ամեն ինչ խառնվել է իրար։ Ես անկեղծորեն փիլիսոփայորեն եմ դրան մոտենում, որովհետեւ ես կուզենայի, որ կայացած համակարգ լիներ, որը շահկապված լիներ։ Շատ ճիշտ եք նկատում։ Ես իմ խաչը կրում եմ շատ վաղուց եւ իհարկե չեմ մոռանում Միացյալ Նահանգների կյանքը, ոչ էլ Եվրոպայում դասավանդելը, որ նույնիսկ COVID-ի տարիներին այնտեղ նաեւ մասնակցել եմ որոշ ծրագրերի։ Բայց խնդիրն այն է, որ երբևէ որևէ իշխանության աչքի լույսը չեմ եղել ես, շատ լավ գիտեք։ Այո, մշտապես զարմանալիորեն ցանկացած էկոնոմիկայի նախարար եւ ցանկացած վարչապետ ամենաշատը 1 շաբաթ ժամանակ կարող էր լինել իմ գաղափարը ներկայացնելուց եւ ընդունելուց։ Եվ մտերմիկ գոնե հասկանում են, որ այս մարդը մեզ քննադատում է, բայց ոնց որ թե ուրիշ շահ չունի։ Այդ իր բիզնեսի կամ անձնական խնդիր բազմաթիվ դեպքեր են եղել եւ նախարարները կամ վարչապետերը դիմել են ինձ այս կամ այն հարցով մասնագիտական պատիվ ա եղել ինձ համար,
Հայաստանի Հանրապետության հեռանկարային զարգացման ռազմավարությունը 2013-25 թվականների որ փաստաթուղթ է ուղղակի եւ հիմա հանգիստ կարելի է բացել նայել համակարգչով։ Այնտեղ պատիվ եմ ունեցել երկու բաժին եւ գյուղատնտեսության եւ գիտության բաժինները, որոնք դուրս էին մնացել նախորդ իշխանությունների էտել աճպարարություններից մնացած մասներ։ Ես ուղղակի բարձրացրեցի, աղմուկ բարձրացրեցի, ոնց կարող է գիտության բաժին չլինի հեռանկարային զարգացման մեջ։ Գիտություն ու կրթությունը մի փոքրիկ աղյուսակում մի հատ բան է, սյունակ է։ Գյուղատնտեսությունը ընդհանրապես չկար, իսկ գյուղատնտեսությունը ես չէ որ պետք է դրա կարևորությունը փաստեմ, բայց գոնե թույլ տրվեց, իհարկե անվճար, այդ գումարները վաղուց մսխվել են։ Գոնե պատիվ ունեմ ասելու, որ ընդունվեց դա հեռանկարային զարգացման, այսինքն պահանջարկվածություն եղավ, կար համարժեք կամ adekvat վերաբերմունք, եթե նկատում են, որ այլ նպատակով չի այդ քննադատությունը արվում։ Հիմա ես էկոնոմիկայի նախարարին գրում եմ, որ պարոն նախարար, ուզում եմ ձեզ հրավիրել քննարկման։ Գիտեք ինչա պատասխանում։ Դուք ռուսի շպիոն եք։ Չէ, այդքան ռիսկ չունի իհարկե, բայց ասում եմ դուք մեզ քննադատում եք, ես ձեզնից վիրավորված եմ, դրա համար չեմ կարող։ Պարզ։ Մակարդակների մասին եք խոսում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրով, ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ։